Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին խորհրդարանում հայտարարել է, որ երկիրը կանգնած է աճող հարկադրանքի առաջ Չինաստանի կողմից։ Նա ընդգծել է պաշտպանության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը եւ պաշտպանական արդյունաբերության արտահանման կանոնների վերանայումը։ Տակայիչին նշել է, որ Ճապոնիան պետք է ամրապնդի մատակարարման ռազմավարական շղթաները եւ խորացնի համագործակցությունը դաշնակիցների հետ։ Հայտարարությունը հնչել է Թայվանի շուրջ լարվածության աճի պայմաններում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ որևէ ընթացիկ բանակցություն չկա։ Խոսքը վերաբերում է երկրորդ համաշխարհայինից ի վեր չլուծված Կուրիլյան կղզիների հարցին։ Ճապոնական կողմը բազմիցս առաջարկել է վերականգնել ուղիղ երկխոսությունը, սակայն Մոսկվան մերժում է նման ձևաչափը։ Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև լարվածությունը անդրադառնում է նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարաբերությունների վրա։ Այս զարգացումը կարող է երկարաձգել տասնամյակների դիվանագիտական փակուղին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, Եվրամիությունը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել անդամակցության բանակցությունները Կիևի հետ, սակայն կոնկրետ ժամանակացույց դեռ չի սահմանվել։ Մի շարք անդամպետություններ զգուշավոր են արագ ինտեգրման հարցում, անվտանգության եւ տնտեսական ռիսկերի պատճառով։ Միևնույն ժամանակ քննարկվում է պաշտպանության ծախսերի ավելացումը եւ աջակցությունը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Եվրամիության ներսում ձևավորվում է համաձայնություն, որ Կիևի եվրոպական ուղին պետք է մնա անշրջելի։ Ուկրաինական անվտանգության ծառայությունները հայտարարել են, կանխել են Ռուսաստանի հետ կապող ենթադրյալ սպանությունների ծրագիր։ Թիրախում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Անդրեյ Յուսովը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության յուրաքանչյուր սպանության համար խոստացվել էր մինչև $100,000։ Կասկածյալներ են ձերբակալվել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մոլդովայում։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ նման գործողությունները ցույց են տալիս հիբրիդային պատերազմի խորացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին տվել է 10-15 օր նոր միջուկային համաձայնագիր կնքելու համար։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է վճռական քայլերի։ Հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին։ Իրանի պաշտոնյաները զգուշացրել են, որ ցանկացած ռազմական գործողություն կհանդիպի համարժեք պատասխանին։ Տարածաշրջանային լարվածությունը կրկին հասնում է վտանգավոր մակարդակի։ Միջազգային արժութային հիմնադրամը պատրաստվում է հրապարակել ԱՄՆ տնտեսական քաղաքականության տարեկան գնահատումը։ Զեկույցում կքննարկվեն հակաբյուջետային դեֆիցիտը, պետական պարտքը եւ առևտրային անհավասարակշռությունները։ Վերլուծությունը կարևոր ազդակ կլինի միջազգային ներդրողների համար։ Սպասվում է, որ փաստաթուղթը անդրադառնալու է նաեւ Թրամփի վարչակազմի հարկային քաղաքականությանը։ Արդյունքները կարող են ազդեցություն ունենալ համաշխարհային ֆինանսական շուկաների վրա։ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում մեկնարկեց խաղաղության խորհուրդը, որը միավորում է մոտ 47 երկիր, գլոբալ կոնֆլիկտներին հասցեագրված բանակցություններ վարելու համար, այդ թվում նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմին։ Խորհրդի նպատակն է խթանել լայն քաղաքական ու դիվանագիտական քննարկումներ աշխարհի ամենադժվար կոնֆլիկտների շուրջ։ Խորհրդի առաջին օրն առավել ուշագրավ դարձավ, քանի որ մի շարք երկրներ ներկայացուցիչներ, որոնց թվում Բելարուսը, պնդում են, որ վիզաներ չեն ստացել մասնակցելու համար։ Սա ստեղծել է կրիտիկական արձագանքներ միջազգային դիվանագիտական շրջանակներում։ Թրամփը կոնգրեսին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը բանակցում է Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական միջուկային համագործակցության նոր համաձայնագրի շուրջ։ Փաստաթուղթը ըստ աղբյուրների չի ներառում այն ավանդական պաշտպանական արգելակները, որոնք սովորաբար պարտադրում են միջուկային տեխնոլոգիաների չտարածման խիստ վերահսկողություն եւ սահմանափակումներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հարստացված ուրանի արտադրության եւ վերամշակման նկատմամբ հստակ արգելքներին, որոնք նախկինում ներառվել են նմանատիպ համաձայնագրերում։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշել է Մերձավոր Արևելքում տեղակայված իր շուրջ 60 զինծառայողներից մի մասին տեղափոխել այլ վայրեր։ Նորվեգիայի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով տարածաշրջանում աճող լարվածությունը, հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման պայմաններում, ստիպել է վերանայել տեղակայման ռիսկերը եւ առաջնահերթ համարել անձնակազմի անվտանգությունը։ Պաշտոնական Օսլոն ընդգծել է, որոշումը կանխարգելիչ բնույթ ունի եւ չի նշանակում տարածաշրջանից լիակատար դուրսբերում, սակայն այն արտացոլում է եվրոպական երկրների ընդհանուր մտահոգությունը կապված Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական էսկալացիայի հետ։